Այսօր կարծիքի տաղավարի գրընկալել ենք ոչ Նիկոլին, ոչ ԿՊ-ի նախաձեռնության հիմնադիր Արսեն Մինասյանին։ Մեր այդ խոսելու ենք Նիկոլ Փաշինյանի ու ԿՊ-ի քարոզարշավից, նաև տեղեկացնենք, որ երեք նաև գնացել եք ԿՊ քարոզարշավին, որ նորից տեսնեք ինչ է կատարվում այնտեղ, մանրամասնեք մի քիչ։ Ողջույն Սևան, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ երեք, ինչպես տեղյակ եք բոլորդ, տհաճ միջադեպ էր տեղի ունեցել քաղաք Մասիսում։ Իմ ընտանիքի անդամը, երբ որ որոշել էր գնել առօրյա գնումները կատարելու, պատահաբար հանդիպել է Նիկոլ Փաշինյանին եւ իր խմբակին, այսպես ասած, քարոզարշավի շրջանակներում, եւ քանի որ ոչ մեկ տեղյակ չէր, որ այդ ժամին պետք է վարչապետ Փաշինյանը անցներ փողոցով, բնականաբար ոչ մեկ պատրաստ չէր դիմավորելու եւ ցանկություն էլ չունեին դիմավորելու։ Ուզում եմ հիշեցնել, որ իմ ընտանիքի անդամը, ավելի բաց եմ փակագծերը եղբորս կինը, երբևիցե չի մասնակցել ոչ մի կուսակցության ժողովներին, չի սատարում ոչ մի կուսակցության, ինքը իր անձը անկուսակցական է եւ չունի նույնիսկ Facebook-ում եւ Instagram-ում էջ սոցիալական եւ չի հետեւում առհասարակ քաղաքական ոչ մի գործընթացի։ Պատահաբար հանդիպում է Փաշինյանին այն պահին, երբ որ փորձում է մեքենայով մուտք գործել բակ, որպեսի բարձրանա տուն։ Այդ ընթացքում իր դիմացը փակում են ԿՊ սատարողները, հանրահավաքի մասնակիցները եւ ստիպում են, որ կանգնի այնքան ժամանակ, մինչեւ բոլորը անցնեն։ Եղբորս կինը պատճառաբանելով, որ շտապում է եւ բացատրություն չունի տալու, ուր է գնում, սիրուն փորձել է շատ հանգիստ անցնել մեքենայով եւ գնալ առաջ։ Իր դիմացը փակել են մի խումբ ոստիկաններ, վերցրել են բանալիները, թույլ են տվել անպարկեշտ արտահայտություններ եւ իրենց մեջ մեկ երիտասարդ, այսպես ասած խոսքերով գնա գրողի ծոցը, թե ջանդամի տակ, այսպես ինչ-որ ոչ գեղեցիկ լեքսիկոնով արտահայտվել է եւ դրան անձամբ ներկա է եղել առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը։ Չի խոչընդոտել, չի սաստել այդ լպիրշ երիտասարդին եւ մեքենան վնասելով հեռացել են։ Ես այդ տեսանյութը տեսել եմ համացանցով, միանշանակ իմ զայրույթն եմ արտահայտել եւ փորձել եմ գտնել այդ երիտասարդին։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի ելույթները բաց են եւ ուղիղ եթերում հեռարձակվում են իր իսկ Facebook-յան կայքից, տեղեկացա, որ գտնվում է Արտաշատում եւ փորձեցի գնալ տեսնել այդ երիտասարդին։ Քանի որ Սևեն իրենք բոլորը, այսպես ասած, ինքնասիրություն չունեն, թասիբ չունեն, ոչինչ չունեն, ես եւ իմ ընտանիքի անդամները եւ իմ նմանները երբևիցե այդպես չենք ապրում եւ առաջնորդվում։ Եվ եթե մեզ վիրավորանք են հասցրել, պարտադիր պետք է կամ պատասխան տան, կամ ներողություն խնդրեն, կամ խնդիրը հարթվի։ Ի տարբերություն ԿՊ-ի եւ ԿՊ սատարողների, այո, նորմալ մարդիկ ունեն ինքնասիրություն եւ պետք է եւ պարտավոր են գնալ դրա հետևից։ Ճանապարհին տեղադրեցի մեքենայից վիդեո հոլովակ եւ խնդրեցի, ովքեր ճանաչում են այդ լակոտին, տան տվյալներ, որպեսզի հասկանամ ում հետ գործ ունեմ, ընդամենը 3-4 րոպե եւ պարզվեց, որ դա Նիկոլ Փաշինյանի սանիկ ռուպոր թե ուպոր դավոն է, չգիտեմ։ Բնականաբար իր կողմից արձագանք չեղավ եւ ինձ բախտ վիճակվեց ցավոք սրտի հայտնվել Նիկոլ Փաշինյանի ամբոխի մեջ, որտեղ նա վերին Արտաշատում ելույթ էր ունենում իր պիկապի մեջ բազմած։ Բնականաբար երևի տեղեկացել էին իմ տեսանյութից, որովհետև 40 րոպեի ընթացքում հավաքեց 100,000 դիտում եւ անհնար է իրենցից ոչ մեկ չտեսներ այդ վիդեոն, գոնե մեկ մարդ ԿՊ-ից, ինչևէ հասա այնտեղ տեսնեմ իմ նախկին գոլեգաներից մի քանի ուսուցչուհիներ, որոնք դասերից դուրս էին եկել եւ եկել էին ԿՊ-ին սատարելու, բնականաբար շատ աշակերտներ, վարչական ռեսուրս, իրենց ամենօրյա ստանդարտ կերպարները, այն ԿՊ-ականները, ովքեր գրեթե բոլոր հանրահավաքներին լինում են այնտեղ, ու երբ որ ես ներս մտա, անվտանգության աշխատակիցները կանգնեցրին ինձ եւ իմ կողքին կանգնած էր Հայկ Կոնջորյանը։
պատճառաբանեցի խնդիրը, որ եկել եմ ուղակի այդ երիտասարդին տեսնելու, հասկանամ միգուցե նա ընդունել է իր սխալը, ներողություն խնդրի, ամեն ինչ հարթվի, գնա եւ ամեն մեկը շարունակի իր գործը, բայց քանի որ այնտեղ չէր, անվտանգության աշխատակիցները փորձում էին ինձ տանել մեկ ուրիշ կողմ, Հայկ Կոնջորյանը նույնպես այնտեղ կանգնած էր, եւ ես բացատրեցի, որ առասարակ ցանկություն չունեմ այստեղ սկանդալ սարքելու, ինչ որ փչացնելու ձեր հանրահավաքը, քանի որ դա քրեորեն պատժելի է, եւ ես առասարակ ցանկություն չունեմ առնչվելու ձեր նմանների եւ առավել եւս ոստիկանության մեր հարգարժան սպաների հետ։ Ինձ անվտանգության աշխատակիցները լրիվ հասկացան, վերցրեցին հեռախոսահամարը, որպեսզի հնարավորինս շուտ կապնվեն Ռուպեր Դավոյի հետ եւ ուղղորդեցին տուն, հարցնելով ով է այդ աղջիկը, քանի որ շատ քաջ տեղյակ էին կատարված դեպքից, իրենց աչքի առջև էր կատարվել։ Բնականաբար առանց երկար բարակ մտածելու, որ գիտեք իմ եղբոր կինն է եւ այլն, կարճ ասեցի քույրս է։ Եվ կրում եմ դրա պատասխանատվությունը, քանի որ մեր ընտանիքի անդամն է, մենք շատ սիրում ենք իրեն եւ շատ ընդունում ենք եւ ես երբևիցե վատ չեմ զգա ասելով, որ այո, նա իմ քույրն է։ Ինչևէ, քույրի մասին տեղյակ էր միայն Կոնջորյանը։ Եվ ես երբ որ վերադառնում եմ տուն, առանց զանգ ստանալու, բացում եմ ինտերնետային հավելվածը եւ տեսնում եմ, որ տեղադրված է նույն իմ տեսանյութը 180 աստիճան շրջված ինֆորմացիան, այսինքն այս մարդը, ով խանգարում էր հանրահավաքը եւ քշում էր մարդկանց վրա, նրա քույրը փորձում էր խանգարել հանրահավաքը եւ առավել լկտի բառապաշարով, ինչը ցանկություն չունեմ մեկ անգամ եւս կրկնելու, եւ այստեղ պարզից էլ պարզ է դառնում, որ այդ ինֆորմացիայի միակ աղբյուրը կարող էր լինել Հայկ Կոնջորյանը, քանի որ երկրագնդի վրա ուրիշ ոչ մեկ չգիտեր, որ այդ աղջիկը իմ քույրն է, իսկ ես իմ տեսաուղերձներում երբևիցե չեմ շեշտել, ասել եմ միայն իմ ընտանիքի անդամը։ Այստեղից պարզ է դառնում, որ ԿՊ-ն ոչ միայն զբաղված է քարոզարշավի ամբողջ վարչական լծակը օգտագործելով, այլև զբաղված է մարդկանց կեղծ պիտակավորելով, մարդկանց վարկաբեկելով եւ նման ճղճիմ ստոր ու էլի բացասական երևույթներով։ Իհարկե, ինձ պատասխան չտվեց Ռուպեր Դավոն, ես կարող եմ բարձրաձայն ասել, որ նա անբարոյական է, ամենաբառիս բուն իմաստով, եւ այդ վիրավորանքները կիսում եմ նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, քանի որ երբ որ կինը կանգնած է եւ տեսնում է իրեն իր թիմակիցը, ինչպես է լկտի պահվածքով խոսում մեկ այլ կնոջ հետ, մինիմում բանը, որ պետք է անի, ուղակի իր կուսակցին կամ աշխատակցին կամ, չգիտեմ ինչ ասել, հանրահավաքի ակտիվիստին սաստելն է, բայց տեսնում ենք ակնհայտ տեսահոլովակով, որ ուղակի ժպիտը դեմքին կանգնած նայում է իբրև ոչինչ չի կատարվել, իբրև ոչնչում ինքը մեղավոր չէ։ Ամոթ ձեզ Տիկին Ավանեսյան, ամոթ, որ դուք գտնվում եք նման շրջապատում եւ ձեր շրջապատում գտնվող տղամարդիկ կարողանում են այդպես խոսել եւ դուք ուղակի լռում եք։ Դուք հավանաբար պետք է ղեկավարեք իմ կարծիքով փոքրիկ գյուղական հաստատությունում բուժ զնման կետ, որտեղ կլինեն 2-3 կին, շատ հարգված եւ ամենայն հավանականությամբ ձեր կարիքը մաքսիմում այնտեղ լինի, քանի որ դուք եւ առողջապահության նախարարը իրարից շատ հեռու եք ամենայն հարգանքով։ Անցնենք առաջ, ինչևէ, ուզում եմ այս դրվագի հետ կապված մի փոքր ավելի պարզ խոսել, քանի որ ինձ, իմ ընտանիքին եւ իմ եղբոր կնոջը ճանաչող մարդիկ միանշանակ վստահ են, որ չէր կարող մեր կողմից սա դրանք լինել եւ ոչ մի միտում չկար, բայց այն մարդիկ, ովքեր որ սատարում են ԿՊ-ին եւ ուղակի չեզոքությունը պահելով դիտում են տեսանյութը եւ մեղադրում են այդ աղջկան սադրելու համար, եկեք այլ տեսանկյունից նայենք, ենթադրենք դուք ճիշտ եք, ենթադրենք, ինչը դուք սխալվում եք, բայց ենթադրենք դուք ճիշտ եք եւ աղջիկը, կինը միտումնավոր սադրում էր, բայց նկատեցիք, որ այնտեղ կար 2-3 ոստիկան եւ ոստիկանի պարտականություններ հետեւել քարոզարշավին եւ քայլերթի բնականոն ընթացքին։ Եթե նույնիսկ այդտեղ խախտվել էր կանոնները իմ ընտանիքի անդամը, ինչ իրավունք ունի ակտիվիստը գա, մոտենա
եւ վիրավորի։ Չէ՞ որ այնտեղ կային ոստիկաններ, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ ոստիկանները կամ չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, կամ հնազանդ ենթարկվում են ներկա իշխանություններին եւ չունեն առհասարակ ձայնի իրավունք։ Երևի թե այսքանը։ Սևան, տես, ես մոտավորապես 1 շաբաթ առաջ տեսանյութ էի հրապարակել եւ ասել էի, որ այս իշխանություններից սպասելի է ամեն ինչ եւ ակնհայտ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր վարկանիշը ժամ առ ժամ իջնում է, ուղղակի ժամ առ ժամ իջնում է եւ նա գնալու է ակնհայտ ընտրակեղծիքների, ակնհայտ օրենքի բոլոր խախտումներին եւ ընդհուպ մինչեւ ձերբակալություններ անհիմն։ Ես իրենից սպասում եմ ամեն ինչ, ես սպասում եմ նույնիսկ երեք ուշ գիշերով ես երթևեկում էի Երևանի փողոցներով, կենտրոնով եւ նկատեցի, որ Պարեկային ծառայությունը լայնածավալ ստուգումներ է սկսել եւ գիշերը ժամը 1-ից 1:30 ընկած հատվածում ստուգում էր գրեթե բոլոր մեքենաների բեռնախցիկները։ Ինձ մոտ տպավորություն էր, որ փնտրում էին ինչ-որ մի բան, իսկ գիտես, ով փնտրում է մեծական խոսք կա, նա գտնում է եւ ամենայն հավանականությամբ, ինչպես իր մասկի շոուն էր, հա, այդ դիմակավորված սպառնալիքներով արցախցիները, այդպես էլ շատ գեղեցիկ կարող է բեմադրել, որ հայտնաբերվել են ինչ-որ խմբեր զինված հանցագործներ, ովքեր ուզում էին պետական հեղաշրջում եւ գնալու է ցանկացած ստոր քայլի։ Նույնիսկ միգուցե այնպիսի քայլերի, որ իմ ուղեղը եւ քո ուղեղը չի կարող ընկալել, որ մարդը կարող է նման բան անել։ Ես սպասում եմ իրենցից ամեն ինչի, քանի որ անձամբ երեք իմ մաշկի վրա զգացի դա։